Հանաձայնի եթերում հայկական հարց հաղորդումն է։ Հայկական հարց երեկն ու այսօրը, անցյալն ու ներկան։ Խոսափողի մոտ Մարիամ Հովսեփյանն է։ Այս հաղորդաժամին կլսեք Քեմալականները և հայկական հարցը։ Մուստաֆա Քեմալը և նրա գաղափարակիցները ցանկանում էին պահպանել Օսմանյան կայսրության տարածքային ամբողջականությունը, մեկուսացնելով հայերի և հույների պետականակառույց ծրագրերը։ Քեմալական շարժումն ազգայնամոլական էր իր բնույթով։ Քեմալականների վարած քաղաքականության հետևանքով ցեղասպանության թոհուբոհով անցած ու գաղթական դարձած արևմտահայության փրկված բեկորները չկարողացան վերադառնալ բնօրրան հայրենիք։ Ամասիայում, Էրզրումում և Սեբաստիայում տեղի ունեցած քեմալականների ժողովներում քննարկվեց նաև հայկական հարցը։ Մասնագետների կարծիքով պատահական չէր այն, որ ձևավորման սկզբնական փուլում այդ շարժման հենասյունը և կենտրոնը դարձել էր Արևմտյան Հայաստանի տարածքը։ Թեմային է անդրադառնում Պատմության ինստիտուտի հայկական հարցի և հայոց ցեղասպանության պատմության բաժնի կրտսեր գիտաշխատող Մանե Կոնինյանը։ Քեմալականների թե ներքին, թե արտաքին քաղաքականությունը խարսխված էր թուրքական երկու գաղափարախոսությունների՝ կրոնական պանիսլամիզմի և քաղաքական պանթյուրքիզմի յուրահատուկ զուգակցման վրա։ Բազում փաստեր գալիս են ապացուցելու, որ Մուստաֆա Քեմալը եղել է ոչ միայն Միություն և Առաջադիմություն կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ, այլև կուսակցության գաղտնի կազմակերպության Թեշքիլաթ-ը Մահսուսայի ամենավստահելի անդամներից մեկը։ Քեմալականներն իրականում երիտթուրքերի ամենածայրահեղական տարրերն էին, որոնք ունեին հավաքական մեկ ծրագիր և կարգախոս՝ ամեն գնով պահպանել կայսրության տարածքային անձեռնամխելիությունը։ Ռուբեն Մելքոնյանն իրավամբ նշում է, որ քեմալական շարժումը ոչ թե ազգային ազատագրական շարժում էր, ինչը տարածված կարծիք էր խորհրդային պատմագրության մեջ, այլ ճիշտը քեմալական ազգայնամոլական շարժում ձևակերպումն է։ Քեմալիզմն ազգային ազատագրական կարող էր համարվել այն դեպքում, եթե նրա պայքարն ուղղված լիներ սեփական տարածքի ազատագրմանը, այլ ոչ թե միտված լիներ այլ ժողովուրդների հայրենազրկմանը։ Եթե երիտթուրքերն իրականացրին արևմտահայության բռնի տեղահանությունն ու կոտորածը, ապա քեմալականները ամեն ինչ արեցին, որպեսզի վերջիններս լիովին զրկվեն հայրենիք վերադառնալու իրավունքից ու հնարավորությունից։ Քեմալականները պնդում էին, որ պայքարում են օտարերկրյա բռնազավթման դեմ, այսինքն Անտանտի իմպերիալիստական երկրների և մասնավորապես Մեծ Բրիտանիայի դեմ։ Իրականում քեմալական շարժումը որևէ կերպ չբախվեց Անտանտի շահերին, այլ վերջիններիս հետ հարցերը լուծեց դիվանագիտական հարթակներում։ Քեմալականներն Անտանտի տերությունների հետ պահպանում էին անգամ գաղտնի դիվանագիտական հարաբերություններ։ Հետագայում Սեբաստիայի կոնֆերանսը հարկ համարեց իր ներկայացուցչին ուղարկել Կոստանդնուպոլիս օգնություն ստանալու խնդրանքով։ Սրան հակառակ քեմալականները լուրջ բախումներ ունեցան հայերի ու հույների հետ, ովքեր ցանկանում էին ստեղծել իրենց պետական կազմավորումները։ Քեմալականների ծրագրերից և փաստաթղթերից պարզ է դառնում, որ նրանք իրենց հիմնական թշնամի համարում էին հենց հայերին ու հույներին և պատրաստ էին համագործակցել Անտանտի տերությունների հետ, թույլ չտալով Օսմանյան կայսրության տարածքային բաժանում և վերջիններիս տարածքում նոր քրիստոնյա պետությունների առաջացում։ Փաստորեն, քեմալական շարժման գլխավոր նպատակը Օսմանյան կայսրության տարածքային ամբողջականության պահպանումն էր հայերի ու հույների պետականակառույց ձգտումների մեկուսացմամբ։ Այն, որ ազգայնական շարժումն անմիջապես ուղղված էր հայերի ու հույների դեմ, հաստատում են անգամ թուրք հեղինակները։ Թուրք պատմաբան Ալև Ջոշքուն գրում է. 1918 թվականի հոկտեմբերի 30-ին ստորագրված Մուդրոսի զինադադարից հետո Թուրքիայում սկսեցին առաջանալ առաջին 5 ազգայնական կազմակերպությունները, որոնցից 3-ը հայերի, իսկ 2-ը հույների դեմ էին գործելու։ Այդ կազմակերպությունների գլխավոր նպատակն էր պահպանել Օսմանյան կայսրության
կայսրության տարածքային ամբողջականությունը եւ վերջիններիս որպես թուրքերի հայրենիք լինելու գաղափարը։ Իսկ Դողան Ավջողլուն գրում է. դիմադրությունն ուղղված էր ոչ թե Անգլիայի ու Անտանտի մյուս պետությունների դեմ, այլ Օսմանյան կայսրության տարածքների հաշվին հունական եւ հայկական պետությունների ստեղծման դեմ։ Նշենք, որ ազգայնական շարժման հրավիրած Ամասիայի Էրզրումի եւ Սեբաստիայի ժողովների փաստաթղթերում եւս չկա ոչ մի դրույթ, որն ուղղված լինի Անտանտի դեմ, այլ դրանք վերաբերում էին միմիայն հայկական եւ հունական հարցերին։ Այստեղից հետևություն, որ քեմալական շարժումը, որն իրականում սկսվեց Մուդրոսի զինադադարից հետո, ոչ թե ուղղված էր արտաքին թշնամու Անտանտի դեմ, այլ կայսրության սահմաններում դեռևս բնակվող քրիստոնյաների, հայերի եւ հույների դեմ, խոչընդոտելով վերջիններիս հայրենիք վերադառնալու եւ առավել եւս տարածքային պահանջ ներկայացնելու բոլոր ձգտումները։ Քեմալականների համար օրակարգային խնդիր էր դարձել հայերի եւ հույների հայրենի տարածքների թուրքական դրոշի ներքո կայսրության կազմում պահելը, քանի դեռ Փարիզի վեհաժողովը չէր ամրագրել տարածաշրջանում սահմանների հարցը։ Քեմալականները լավ էին հասկանում, որ ծանր էր լինելու այն վերջնագիրը, որն իրենց դաշնակիցները ներկայացնելու էին Փարիզի վեհաժողովում։ Քեմալական շարժման կենտրոնը դարձան արևելյան նահանգները, որտեղ ըստ Քեմալի թուրք այսգը կդառնար իր ճակատագրի տերը եւ վերջինիս չէր սպառնա օտարերկրյա միջամտությունը։ Այն, որ քեմալական շարժումն իր հենասյունը դարձրել էր հենց արևմտյան Հայաստանը, պատահական համարել չի կարելի, քանի որ թուրքական բանակը կենտրոնացած էր հենց այդ տարածքներում։ Իսկ Քեմալն ու նրա զինակից Քյազիմ Կարաբեքիրը նշում էին, որ ազգի փրկության բանալին արևելքն է, բանակը զորավոր է, ժողովուրդն ալ կհետևի։ Նշենք նաև այն, որ դեռևս 1918 թվականի սեպտեմբերին, փախուստից առաջ, Թալիատ Փաշան առանձնացրել էր այն տարածքները՝ Թրակիա, Արևելյան նահանգներ, Զմիուրնիա եւ շրջակայք, որտեղ պետք է ձևավորվեին ժողովրդական կառույցները, իրավունքների պաշտպանության կոմիտեները։ Փաստացի ազգայնամոլական շարժումն ընթացավ Թալիատի գծած սցենարով եւ նրա կողմից նախանշված տարածքներում։ Թուրք հասարակությունը դեմ էր Օսմանյան կայսրության ճյուղավորմանը, Սիրիայի, Պաղեստինի, Եգիպտոսի, Արևմտյան Հայաստանի որպես առանձին պետությունների ձևավորմանը, ուստի ամեն գնով պատրաստ էր պաշտպանելու կայսրության միասնությունը։ Իսկ ինչ վերաբերում էր արևելյան նահանգների մահմեդականներին, որոնք ինչպես նշում են, չկար մի թուրք, որ մասնակցություն ունեցած չլիներ հայերի ջարդին, բնական է, պետք է սատարեին այնպիսի մի ուժի, ինչպիսին էր նոր-նոր ասպարեզ իջած եւ սահուն քայլերով առաջ գնացող քեմալական շարժմանը, որի գաղափարախոսության հիմնական կարգախոսը ազատ եւ միացյալ Թուրքիայի պահպանումն էր։ Դա ուներ իր ներքին տրամաբանությունը, քանի որ հայության կոտորածի ողջ ընթացքին ավելի շատ մասնակցություն էր ունեցել հենց արևմտյան Հայաստանում բնակվող մուսուլման զանգվածը։ Նրանք էին տիրացել հայերի ունեցվածքին ու կալվածքներին, ուստի մտավախություն ունեին վերջիններիս կենթանի մնացած հատվածի դեպի հայրենիք վերադարձի հնարավորության կապակցությամբ։ Վերջնականապես կտրելով իր կապը Կոստանդնուպոլսի կառավարությունից, Քեմալն անցավ միանձնյա գործելավոճի։ Քեմալականներն իրենց ամբողջական ծրագիրն ու անելիքներն ամփոփեցին Ամասիայի, Էրզրումի եւ Սեբաստիայի կոնգրեսներում։ Քեմալականների հայրենազրկման առաջին դրսևորումներն իրենց արտահայտությունը գտան 1919 թվականի հունիսի 20-ին Ամասիայում հրավիրված գաղտնի ժողովում, որտեղ որոշում ընդունվեց ամեն գնով պաշտպանել կայսրության տարածքային ամբողջականությունը։ Քանի որ թուրքական պետության անկախությունը վտանգված էր եւ սուլթանական կառավարությունն ի վիճակի չէր պաշտպանել ազգն ու պետությունը օտար նվաճողներից, ուստի այդ պայքարը որոշեց իր ուսերին վերցնել ազգայնական շարժումը։ Մուստաֆա Քեմալն այն խորը համոզմունքին էր, որ բարդ դրությունից ելք կա, միայն եթե կազմավորվի նոր կառավարություն փորձառու եւ սկզբունքային որոշումներով ընդդեմ դաշնակիցների։ Ամասիայի խորհրդակցության արդյունքում շրջաբերականով Քեմալը դիմեց զինվորական քաղաքացիական իշխանությունների ներկայացուցիչներին, որտեղ նշվում էր, որ սուլթանական կառավարությունն իրեն սպառել է եւ չի կարող պաշտպանել կայսրության տարածքային ամբողջականությունը, ուստի առաջարկում էր, որ ազգը իր ձեռքը վերցնի կայսրության պաշտպանության հարցը։ Ամասիայի ժողովում տրվեց Էրզրումում հրավիրվելիք կոնգրեսի առաջարկը, ուղղված բոլոր զինվորական ստորաբաժանումների հրամանատարներին
նախագահներին, նահանգապետերին, քաղաքական ու կրոնական տարբեր գործիչների։ Արևելյան նահանգ ուղարկվեցին ժողովրդի վստահությունը շահող երեքական պատվիրակներ, որպեսզի նախապատրաստական աշխատանքներ տարվեին Էրզրումի կոնգրեսից առաջ։ Կոնգրեսին մասնակցելու համար յուրաքանչյուր նահանգ իր պատվիրակին պետք է ուղարկեր Էրզրում։ Քեմալը նախատեսել էր, որ կոնգրեսը բացի հունիսի 10-ին, սակայն 13 օր ուշացումով սկսվեց հուլիսի 23-ին եւ ընթացավ մինչեւ օգոստոսի 7-ը։ Այն կրեց Արևելյան վիլայեթների իրավունքների պաշտպանության ընկերություն անվանումը։ Համաժողովին մասնակցում էին 60 պատգամավոր, որոնցից 34-ը երիտթուրքեր էին։ Մուստաֆա Քեմալն ընտրվեց համաժողովի նախագահ։ Համաժողովն ընտրեց 9 հոգուց բաղկացած ներկայացուցչական մարմին Քեմալի գլխավորությամբ։ Հայկական հարց՝ երեկն ու այսօրը, անցյալն ու ներկան։ Էրզրումի կոնգրեսն անցկացվեց Սանասարյան վարժարանի շենքում, որը հայոց ցեղասպանությունից հետո բռնազավթվել էր թուրքական իշխանությունների կողմից։ Էրզրումի կոնգրեսի հենց բացման խոսքում հայ ժողովրդի արդար պահանջները ներկայացնելով որպես նվաճողական ձգտումներ եւ Օսմանյան կայսրության տարածքային կորուստներ, Մուստաֆա Քեմալը հայտարարում էր. ոչ միայն դրված է մեր հայրենիքի մասնատման հարցը, այլև այն արդեն որոշված է։ Մեր արևելյան նահանգների հաշվին նախատեսվում է ստեղծել Հայաստան, իսկ Ադանայի, Կոզանի եւ շրջակա տարածքների հաշվին Կիլիկիա անունով մեկ այլ Հայաստան։ Կոնգրեսի հենց առաջին կետով դրվեց Արևմտյան Հայաստանի 6 նահանգները կայսրության կազմի մեջ պահելու հարցը։ Նշվում էր, որ Տրապիզոնի նահանգը Ջանիկի Սանջակի հետ միասին, ինչպես եւ Էրզրումի, Սեբաստիայի, Դիարբեքիրի, Խարբերդի, Վանի, Բիթլիսի նահանգները, որոնք անվանվում են Արևելյան Փոքր Ասիայի նահանգներ, չեն կարող որևէ պատճառաբանությամբ անջատվել մեկը մյուսից։ Դրանք բոլորը միասին կազմում են մեկ ամբողջություն։ Իսկ արդեն երկրորդ հոդվածում արձանագրվում էր, որ մեր տարածքների ամեն մի գրավում եւ ամեն կարգի միջամտություն մեր գործերին, դիտելով որպես ձգտում ուղղված հունական կամ հայկական համայնքի ստեղծմանը, մենք առաջ ենք քաշում ինքնապաշտպանության եւ փոխադարձ աջակցության սկզբունքը։ Սրանով Քեմալը փորձում էր արդարացնել իր գլխավորած շարժման արդարացի լինելը, այն ներկայացնելով ոչ թե ազգայնամոլական, ծավալապաշտական արշավ, այլ պարզապես ազատագրական շարժում։ Մուստաֆա Քեմալը բարձրաձայնելով քրիստոնյա տարերի իրավունքները շեշտում էր, որոնց հետ երկար տարիներ ապրել ենք մեր հայրերի հողում, ընդգծելով ուստի մեր ազգը իրեն իրավասու եւ կարող է համարում պաշտպանելու իր տրամադրության տակ գտնվելիք հնարավոր բոլոր միջոցներով, լինեն դրանք նյութական թե բարոյական, նպատակ ունենալով ձեռք առնել բոլոր միջոցները, կանխելու համար այն փորձերը, որ հույներն ու հայերը կարող են ձեռնարկել մեր հայրենիքին վնասելու նպատակով։ Այստեղ եւս մեկ անգամ ընդգծում էր ողջ Օսմանյան կայսրության հայրենիք լինելու եւ արևելյան նահանգները որպես վերջինիս անկախտելի ամբողջությունը լինելու գաղափարը։ Արդեն 4-րդ հոդվածում նշվում էր այն քայլերը, որոնց պետք է դիմեր քեմալական շարժումը կայսրության տարածքային ամբողջականությունը փրկելու համար։ Եթե Օսմանյան կայսրությունը իրեն պարտադրված գա լքել այդ շրջանները, երբ մեր ողջ հայրենիքը կանգնի անկման վտանգի առջև, ստիպված լինի կնքել պայմանագրեր, փոխանակել նոտաներ ու հուշագրեր, որոնք կարող են հանգեցնել կապերի խզմանը արևելյան նահանգների եւ Օսմանյան կայսրության կառավարության միջև, այդ դեպքում արևելյան նահանգում, որոնց սահմանները մենք արդեն որոշել ենք, անմիջապես կստեղծվի ժամանակավոր կառավարություն, որը կխանգարի հույներին ու հայերին իրենց ոտքի տակ տրորելու մեր հայրերի հողը։ Անկարայի կառավարության փաստը կարող էին արդարացնել սույն հոդվածի տրամաբանությամբ։ 7-րդ հոդվածով համաժողովի ընդունած բոլոր որոշումները դրվում էին Արևելյան Անատոլիայի իրավունքների պաշտպանության ընկերության վրա։ Էրզրումի համաժողովն ամփոփվեց մանիֆեստի ընդունմամբ, որտեղ թվարկվում էին համաժողովի կողմից ընդունված որոշումները։ Այսպիսով, Էրզրումի կոնգրեսը խոշոր քաղաքական իրադարձություն հանդիսացավ քեմալական շարժման գաղափարախոսության կերտման ճանապարհին։ Քեմալականների գումարած հաջորդ ժողովը, ուր վերջնական տեսքի բերվեց
հանդիպեցին նրանց որդեգրած պանթյուրքիզմի գաղափարախոսության դրույթները, ենթադրելով նոր ցեղասպանական եւ տարածքային նվաճումներ, դա Սեբաստիայի ժողովն էր, որը գումարվեց 1919 թվականի սեպտեմբերի 4-ից 11-ը։ Այն կրում էր Անատոլիայի եւ Ռումելիայի իրավունքների պաշտպանության ընկերությունների համաժողով անվանումը։ Ի տարբերություն Էրզրումի ժողովի, Սեբաստիայի ժողովը հանդես էր գալիս ողջ Օսմանյան կայսրության տարածքային անձեռնամխելիության նշանաբանով։ Սեբաստիայի համագումարին մասնակցում էին Կովկասից, Պարսկական Ատրպատականից եւ Թուրքմենստանից եկած падգամավորներ։ Այս ժողովը հենց սկզբից ուներ պանթուրանական բնույթ, չնայած այն բանին, որ իր բոլոր ելույթներում Քեմալը ժխտում էր պանթուրանիզմի եւ պանիսլամիզմի ձեռնարկները, այդ գաղափարախոսությունները համարելով ցնորական, նշելով, որ մենք պանիսլամիզմի կամ պանթուրանիզմի ջատագովները չենք։ Այս գաղափարախոսություններուն հետևանքով մենք շարժեցինք տարբեր պետությունների զայրույթը, որոնք մեզ ջարդարար ամբաստանեցին։ Մենք ժողովուրդ մնենք, որ կուզե ազատ ապրել եւ պատրաստ է արյուն թափել այդ ազատության համար։ Իրականում պանթուրանիզմից հրաժարումը զուտ ձևական բնույթ էր կրում, քանի որ քաղաքական դաշտում Քեմալը պանթյուրքիզմի առաջնորդ էր։ Սեբաստիայի կոնգրեսում հաստատվեցին Էրզրումի կոնգրեսի բոլոր դրույթները եւ քայլեր ձեռնարկվեցին դրանց կյանքի կոչման ուղղությամբ։ Այն ավելի կոշտ ու վերջնական էր տրամադրված հայերի ու հույների հանդեպ։ Կոնգրեսում հատուկ որոշում ընդունվեց, ըստ որի ազգայնականները վճռական պայքար էին մղելու բոլոր այն շարժումների դեմ, որոնց նպատակը կլիներ անկախ Հայաստանի ստեղծումը։ Մուստաֆա Քեմալն իր ճառում ասում էր. «Միավորելու ենք մեր բոլոր ուժերը եւ արյան մինչեւ վերջին կաթիլը պաշտպանելու ենք մեր հայրենիքը բոլոր տեսակի ներխուժումներից, հատկապես հունական եւ հայկական պետություն ստեղծելու ձգտումներից»։ Համաժողովն ընտրեց նոր ներկայացուցչական մարմին, բաղկացած 16 հոգուց, որոնցից 9 Էրզրումի կոնգրեսի կողմից ընտրվածներն էին։ Կրկին նախագահ ընտրվեց Մուստաֆա Քեմալը։ Սեբաստիայի կոնգրեսը սուլթանից պահանջում էր դամատ Ֆերիդ Փաշայի հրաժարականը եւ նոր խորհրդարանական ընտրությունների անցկացում։ Սա արդեն խոսում էր այն մասին, որ քեմալական շարժումը, որն արդեն բավականին ազդեցիկ ու հեղինակություն վայելող ռազմաքաղաքական ուժ էր կայսրությունում, ցանկանում էր մասնակցել ու հաղթել ապագա խորհրդարանական ընտրություններում եւ անցնել իշխանության գլուխ։ Էրզրումի եւ Սեբաստիայի կոնգրեսում բացահայտ Երևան եկան քեմալականների հակահայկական տրամադրությունները եւ նախանշվեց ապագա ագրեսիան Հայաստանի Հանրապետության դեմ։ Քեմալական շարժման եւ հատկապես Մուստաֆա Քեմալի աճող հեղինակությունը ստիպեց սուլթանական կառավարությանը գնալ զիջումների եւ հաշվի նստել վերջինիս հետ։ 1919 թվականի հոկտեմբերի 2-ին սուլթանը հեռացրեց դամատ Ֆերիդ Փաշային եւ հրավիրվեց խորհրդարանական նոր ընտրություններ։ Արևելյան նահանգներում այդ ընտրությունները նախապատրաստելու նպատակով Սեբաստիայի կոնգրեսի արդյունքում ձևավորված ներկայացուցչական մարմինը Քեմալի գլխավորությամբ 19 թվականի դեկտեմբերի վերջերին տեղափոխվեց Անկարա։ Խորհրդարանը իր աշխատանքները սկսեց 1920 թվականի հունվարի 12-ին Կոստանդնուպոլսում, իսկ հունվարի 28-ին այն ընդունեց ազգային ուխտը։ Այն քեմալական ազգայնամոլական շարժման վառ դրսևորում էր, բաղկացած 6 կետից։ Հատկապես կարևոր են տվյալ փաստաթղթի առաջին եւ երկրորդ հոդվածները, համաձայն որոնց Օսմանյան կայսրության այն տարածքների ճակատագիրը, որոնք բնակեցված են բացառապես արաբական մեծամասնությամբ եւ որոնք 1918 թվականի հոկտեմբերի 30-ի զինադադարի կնքման պահին գտնվում էին թշնամական բանակների օկուպացիայի տակ, պետք է որոշվի տեղացի բնակչության ազատ կամքի համաձայն։ Կարծես թե արաբական տարածքների հետ կապված Քեմալը գնում էր զիջումների, հօգուտ Մեծ Բրիտանիայի, այն ակնկալիքով, որ Կարսի, Բաթումի եւ Արդահանի հարցում կունենա հաջողություն։ Ազգային ուխտը, որը մշակվել եւ հաստատվել էր 19 թվականի հուլիս-սեպտեմբերին կայացած Էրզրումի եւ Սեբաստիայի համաժողովներում, խոսում էր քեմալականների տարած բացահայտ հաղթանակի մասին։ Ազգային ուխտը ճանաչեց արաբների ազատ ինքնորոշման հարցը, բայց ոչ երբեք հայերի ու հույների, իրենց հայրենիքում իրավունքներ ունենալը։ Բնական էր, որ ցեղասպանությունից հետո հայերն արևմտյան Հայաստանում այլևս մեծամասնություն չէին կազմում, իսկ կայսրության մուսուլման մեծամասնությունը կողմ էր Օսմանյան կայսրության տարածքային անձեռնամխելիությանը։ Հենց հայրենազրկման քաղաքականությունը խթան հանդիսացավ, որ Քեմալը իր ճառում նշի, որ այլևս չկա այն քանակությամբ հայ, որ հնարավոր լինի խոսել նրանց ներկայությունից։
Էրզրումի եւ Սեբաստիայի կոնգրեսների ժամանակ հնչած ելույթները ընդգծված հակահայկական ու հակահունական բնույթ ունեին, վերջիններիս համարելով թշնամիներ, որոնց դեմ պետք է պայքարեր թուրք ժողովուրդը։ Ամփոփելով նշենք, որ Արևմտյան Հայաստանի 6 նահանգները ոչ միայն չազատագրվեցին կամ չստացան ներքին ինքնավարության իրավունք, այլև հենց Արևմտյան Հայաստանում Մուստաֆա Քեմալի գլխավորությամբ ձևավորվեց քեմալական շարժումը, մի բան, ինչը խանգարելու էր ոչ միայն համահայկական ինքնիշխան պետության ձևավորման գործընթացին, այլև շարունակելու էր երիտթուրքերի հայաջինջ քաղաքականությունը։ Քեմալական շարժումը ոչ միայն ձախողեց Օսմանյան կայսրության տարածքի հետագա մասնատումը եւ դրա հետևանքով տեղաբնիկ ժողովուրդների ազգային պետությունների ստեղծման գործընթացը, այլև ստեղծեց նոր թուրքական ազգային պետություն։ Քեմալական շարժումը հենց իր խանձարուրից ուներ թուրքացման, հայրենազրկման եւ ցեղասպան քաղաքականություն, որը պետական մակարդակով գործադրվեց արդեն Թուրքիայի Հանրապետության հռչակումից հետո։ Իսմետ İnönü'n 1920 թվականի ապրիլի 22-ին իր ելույթում ասում է. «Մենք բացահայտ ազգայնականներ ենք, ազգայնականությունը մեզ միավորած միակ պատճառն է։ Թուրք մեծամասնության կողքին մյուս տարրերը ոչ մի ազդեցություն չունեն։ Ինչ գնով ուզում է լինի, մենք թրքացնելու ենք մեր երկրում ապրողներին, իսկ թուրքերի եւ թրքականության դեմ դուրս եկողներին ոչնչացնելու։ Ոչ միայն Քեմալ Աթաթուրքը, այլև Քազիմ Կարաբեկիրը եւս իր գրառումներում բացառում էին անկախ Հայաստանի գոյության փաստը, առավել եւս Օսմանյան տիրապետության տակ գտնվող տարածքներում։ Քեմալականները հավատարիմ մնացին ազգային փոքրամասնությունների նկատմամբ Օսմանյան կայսրության վարած ոչնչացման եւ հայրենազրկման քաղաքականությունը, որոնց հիմքը հանդիսացան Ամասիայի, Էրզրումի եւ Սեբաստիայի կոնգրեսների որոշումները որևէ թիզ հող չզիջել Հայաստանին։ Ավելին, քեմալականները գնացին այնքան հեռու, որ Անկարայի ազգային մեծ ժողովի նիստում բազմիցս քննարկվել է ամբողջ Կովկասի գրավման հարցը։ Ազգային ուխտը, որի ակունքները պետք է տեսնել Ամասիայի, Էրզրումի եւ Սեբաստիայի կոնգրեսների որոշումներում, հետագայում քեմալական Թուրքիայի ներքին ու արտաքին քաղաքականության մեխը հանդիսացան։ Քեմալականները եւ հայկական հարցը թեմային անդրադարձավ Պատմության ինստիտուտի հայկական հարցի եւ հայոց ցեղասպանության պատմության բաժնի կրտսեր գիտաշխատող Մանե Կոնինյանը։ Ավարտվեց հայկական հարց հաղորդման հերթական թողարկումը։ Այն պատրաստել էր Մարիամ Հովսեփյանը։ Վանաձայնի եթերում հայկական հարց հաղորդումներ, հայկական հարց, երեկն ու այսօրը, անցյալն ու ներկան։